Դուք պատկերացնում եք ստեղծվի մի իրավիճակ, երբ որ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ եւ սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Պատկերացնում եք ինչպիսի իրավիճակներ կստեղծվի։ Դրա համար հարցերի շրջանակ կա, որոնք անթափանցելի են, անձեռնմխելի են։ Հիմա թե ով ինչպիսի հարաբերություններով է ապրել, մենք չենք կարող դրան գնահատականներ տալ։ Հիմա դուք վկայակոչում եք, որ կաթոլիկոսի անվան հետ կապված այդպիսի հարցադրումներ են առաջանում, կամ մեր եպիսկոպոսների հետ։ Ես իրավունք չեմ վերապահի ինձ այդպիսի հարցադրումներին պատասխաններ տալ։ Իհարկե դա որոշակի խնդիրներ հարուցում են, հանրային տիրույթում սկսում են այդ թեմաների շուրջ քննարկումներ, բայց ես կարծում եմ մենք պետք է ոչ թե սպասարկենք այդպիսի արհեստական օրակարգերը, որոնք բերվել են մասնավոր տրամադրությամբ, այլ մենք պետք է առողջ բանավեճ հարուցենք, հակադրենք դրան։ Հիմա այսօր Հայաստանի Հանրապետության, Հայաստանի թիվ 1 խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերությունները եւ եկեղեցականների ենթադրյալ երեխաներն են։ Եթե մենք այդ հարցերի սպառիչ պատասխանները ունենանք, մեր երկրի անվտանգությունը ավելի ամուր կդառնա, մեր սահմանները անձեռնմխելի կդառնան, կվերանա հանրային պառակտվածությունը, իհարկե ոչ, ուղղակի ակնհայտ է, որ այս խնդիրները հրապարակ են բերում խորացնելու համար հանրային պառակտումը։